Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 19 է 2026 թվական։ Սկսենք Ռուսաստանից, Հայաստանի հետ կապված, Ռուսաստանի Դաշնության հավատարմագրման դաշնային ծառայությունը Ռոսակրեդիտացիա առաջին անգամ մեկ տարով կասեցրել է հայաստանյան սերտիֆիկացման մարմինների տրամադրած փաստաթղթերի վավերականությունը։ Իսկ մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք, մենք Ռուսաստանի հետ նորմալ համագործակցում ենք, այդ շրջանակներում Հայաստանի կառույցները տալիս են սերտիֆիկատ, Ռուսաստանը մեկ տարով կասեցնում է։ Եթե կասեցնում ես ինչ-որ մի բան թյուրիմացություն է ինչու մի տարով, մի հատ կասեցրու պարզի, էլի շարունակի։ Սա նշանակում է, որ ուղղակի ձեր տված փաստաթուղթը մեզ հետաքրքիր չի։ Կուզենք կկասեցնենք անգամ փաստաթուղթը։ Խոսքը ARM-Test և ARM-GITS Test ընկերությունների մասին է, որոնք թեթև արդյունաբերության ապրանքների համար 4 սերտիֆիկատ և սննդամթերքի 1 հայտարարագիր էին տվել։ Պատճառն այն է, որ չեն ներկայացվել ոչ ապրանքների նմուշների ներմուծման հիմնավորումները և ոչ էլ լաբորատոր փորձարկումների արձանագրությունները։ Մենք գործում ենք ոչ թե ընտրողաբար, այլ հստակ չափանիշներին համապատասխան, անկախ խախտողի իրավազորությունից։ Սերտ համագործակցում ենք ԵԱՏՄ մեր գործընկերների հետ, նշել է Ռոսակրեդիտացիայի ղեկավար Դմիտրի Վոլվաչը։ Եթե Հայաստանը իսկապես խախտել է ու Հայաստանը այդ գործընթացը, որը պետք է կատարի և տա փաստաթուղթ, որը որ մերժվելու է Ռուսաստանի կողմից, սա գիտաֆանտաստիկ խայտառակություն է։ Այսինքն չի կարելի վստահել հայաստանյան կառույցներին։ Իսկ եթե դա այդպես չի, մեր կառույցները ամեն ինչ արել են օրենքի շրջանակներում, բա մենք ԵԱՏՄ անդամ լինելով, մեր գործընկերը ո՞նց է կասեցնում մեր տված սերտիֆիկատները։ Էդ ինչ համակարգի անդամ ենք։ Կամ էդ էլ ինչ իմաստ ունի, որ այդ սերտիֆիկացիայի հետ կապված մենք որոշակի լիազորություններ ունենանք և մեր լիազորությունների շրջանակներում մեր ֆունկցիան կատարենք և պարզվի, որ դա կարող ենք կասեցնել։ Եվ երկրորդ, այո, եթե իսկապես ճիշտ են արել, բա ինչով են զբաղված մեր կառույցները, ինչով է զբաղված մեր իշխանությունը, որ ամեն անգամ Ռուսաստանը կարող է սանկցիաներ կիրառել քաղաքական դրդապատճառներով, բայց հիմնավորել, որ մեղավորը Հայաստանն է։ Հայաստանն է խախտում կանոնները։ Մերոնք էլ ընդունեն, որ Հայաստանն է խախտում, ոնց որ նախորդ անգամ ընդունեցին, որ այո, քաղաքական դրդապատճառով չի, որ մեր սննդամթերքի դեմը փակել են Ռուսաստան, այլ իսկապես անորակ է, հա, որ անորակը հո մենք մեր դաշնակցին չենք ուղարկելու։ Եվ առհասարակ ստիպված ենք լինում շատ հաճախ խոսել Ռուսաստանի մասին, չնայած մեր ռուսամետ գործիչները Հայաստանի և Հայաստանից դուրս շատ ծանր են տանում, եթե որևէ հակափաստարկ չունեն իմ ասածի դեմ, որ ասեն ես այս բանը սխալ եմ ասում են ինչ ես ուզում, անընդհատ Ռուսաստանից ես խոսում, ուրիշ բանից խոսան չէ, նախ ես միայն Ռուսաստանից չեմ խոսում, սա մեկ, այս ամբողջ աշխարհից եմ խոսում, և երկրորդ, եթե Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, գործող իշխանությունը չի ասել, որ մենք դադարեցնում ենք Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները։ Եթե Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ, եթե դուրս չի գալիս հապկից, սառեցրած վիճակով մնում է, եթե Նիկոլ Փաշինյանը կանգնում է Ռուսաստանին, ասում է, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո պետք է շարունակենք զարգացնել, այսինքն սա նշանակում է ոնց կարող է պատահել մեզ չհետաքրքրի, թե ինչ է կատարվում Ռուսաստանում։ Առավել ևս, որ ուկրաինական պատերազմի արդյունքում, որի հիմնական դերակատարը Ռուսաստանն է, լինելու է նոր աշխարհակարգ, եթե նույնիսկ չի լինելու երրորդ համաշխարհային պատերազմ, իսկ հաստատ չի լինելու, բայց լինելու է բաժանված աշխարհի վերաբաժանում, ազդեցությունների վերաբաժանում, Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի արդյունքում, ինչպես դա կարող է ինձ չհետաքրքրել։
Կամ ինչպես կարող ենք չհետաքրքրի, եթե Ռուսաստանում ապրում է Հայաստանի չափ հայ, եւ այդ մարդիկ սիրահոժար գնում են զոհվում են Ուկրաինայում։ Մի օր անգամ եթե այդ պատերազմը շուտ ավարտվի, այս կողմից էլ զոհ չենք ունենա, այն կողմից էլ զոհ չենք ունենա։ Ուկրաինացի հայը պաշտպանում է իր տունը, իր ընտանիքը, կրակում են իր ընտանիքի, իր երեխայի վրա։ Բայց միևնույնն է հայ մարդը, որը զոհվում է։ Ռուսաստանին է օկուպանտ է։ Շատ ցավալի է, բայց էլի հայ է, որ չենք ուզենա զոհվի։ Ինչի մասին է խոսքը։ Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որ մի հատ հաջողակ հայ լինի, ասենք, գիտեք, այսինչ հայտնի մարդու տատիկի դիմացի հարևանը հայ էր, ու սկսեն դրա մասին երկար պատմություններ պատմել։ Չի հետաքրքրում դա ինձ։ Ինձ հետաքրքրում է բոլոր հայերը, անհաջողակը, որ գնացել է ոչի բան չի ստացվել, չգիտի ոնց հետ գա, որ գնացել է վատ շրջապատանք է, բայց հրապարակային գործի չեմ։ Ես հաջողակի ինկերը չեմ։ Ինձ հետաքրքրում է բոլորի ճակատագիրը, որին խաբելով տանում են կռվելու։ Հայ հայտնիները կանգնում են եթերով ոգևորում, տանում են այդ խեղճուկրակներին կոտորելու։ Դա պետք է ինձ չհետաքրքրի։ Ի վերջո Ռուսաստանը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։ Վաղը կարող է շատ մեր հայրենակիցներ վերադառնան Հայաստան։ Ինձ պետք է չհետաքրքրի, թե այդ մարդիկ աշխատատեղ կունենան, թե չէ, Հայաստան կգան, թե չէ, թե կգերադասեն ուրիշ տեղ գնալ։ Իսկ ինչն է պատճառը, որ գերադասեն ուրիշ տեղ գնալ, այլ ոչ թե գան Հայաստան։ Դա մեր խնդիրը չի։ Իսկ չեք տեսնում, որ միգրացիոն քաղաքականությունը Ռուսաստանը խստացնում է։ Բա մի հատ չեք ուզում խորանակ ինչի համար է խստացնում։ Բա եթե ինքը աշխատատեղի աշխատուժի կարիք ունի։ Տանում է իր քաղաքացիներին կոտորում է Ուկրաինայում։ Բա ինչի է հիմա խստացնում միգրացիոն քաղաքականությունը։ Մի հատ չենք ուզում հասկանանք ինչա կատարվում։ Տեղից էլ հիմա մենք գիտենք ինչն է հարցը։ Աշխատաժամանակի խնդրեմ ունեն, որ կրճատեն, մարդկանց աշխատատեղ են կրճատում, իսկապես օբյեկտներ են փակվում, հազար ու մի հարցեր է ալնում։ Բայց դրանից բացի, եթե նույնիսկ իրանք աշխատողի կարիք ունեն, թվում է թե իրանք պետք է խնդրեին Կենտրոնական Ասիայից եւ Հարավային Կովկասից աշխատուժ, որը աշխատանքային միգրանտներ, որոնք աշխատում են Ռուսաստանում, եւ վրաները դողային, որ չգնային։ Բա մի քիչ զարմանալի չի, ինչ չեն դողում։ Որովհետև աշխատավարձերը պակասում է, որովհետև կոմպենսացիաներ չեն կարողանում տալ, որովհետև ապրանքի գները բարձրանում է, որովհետև դժվար է փող աշխատել Ռուսաստանում, իսկ եթե դժվար է փող աշխատել Միջին Ասիայից գնացած եւ Հարավային Կովկասից գնացած աշխատանքային միգրանտը, եթե պետք է գոնե ավելին չառնի, քան առնում է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, կամ էլ թե չէ Միջին Ասիական երկրներում, էլ գնում է Ռուսաստան, ինչ անի։ Իմաստը ո՞րն է։ Բայց նրան այդքանից ավել չեն տալիս, ինչու, որովհետև փող չունեն։ Ու դրա համար իրանց ինչա պետք, դրա համար պետք է խստացնեն եւ դուսանեն, բայց դեպքում աշխատուժի կարիք ունեն, աշխատուժի կարիքը համալրեն երկու խոշոր ուղղություններով՝ Չինաստան եւ Հնդկաստան։ Չինաստանն ու Հնդկաստանը էականորեն տարբերվում է աշխատուժի խնդիրը, հանկարծ շփոթեք։ Չինացին չի գալիս աշխատանք ուզում ռուսից, չինացին գալիս է աշխատի ռուսի տեղը, չինացին գալիս է ասում է տվեք ինձ այս անտառները կտրեմ տանեմ, տվեք ինձ այս լիճը խողովակը գցեմ ջրերը տանեմ, տվեք այս դաշտերն ու այս տարածքները, ցանքատարածությունները վերցնենք, վարենք, ցանենք, աշխատացնենք, տվեք այս քաղաքի գործարանները, որոնք չեք կարող աշխատացնել, մենք կգանք կաշխատացնենք, հետներս աշխատուժին կբերենք, աշխատուժը չինացին գալիս է իր հետ բերելով աշխատանքային ծավալը հետը։ Եկավ, վերցրեց, սկսեց աշխատել։ Ռուսներն ասում են, ինչ լավ է, մեկը մենք դա չէինք անելու, անում են։ Իսկ Հնդկաստանին է որակապես այլ է։ Որակյալ հնդկական աշխատուժը ամենաբարձր վարձատրվողն է թե Եվրոպայում, թե Ամերիկայում։ Իսկ այն աշխատուժը, որը գալիս է Ռուսաստան, դա նա է, որ փողոցներում է քնում։
Դա նա է, որ մի քանի ամսվա մեջ մի անգամ լողանում են էլ պատահական, այն էլ են գետում, որ այնքան կեղտոտ է, որ գցվում է չի կարում ջրի մեջ մտնի, աղբի վրա է մնում։ Դա նա է, որ նույն փողոցում, որտեղ հաց է ուտում, կողքն էլ պետքարանն է, հենց անմիջապես կողքը։ Այ դրանք են գալիս Հնդկաստանից Ռուսաստան ժողովրդյան, որոնք 50 հոգով ապրում են մի բնակարանում, որովհետև մարդ, ով կենտրոնական Ասիայից, ով Միջին Ասիայից գնա Ռուսաստան, տուն վարձի, որտեղ աշխատի, լավ մի բան էլ փող աշխատի, տուն ուղարկի, այդ աշխատանքը պետք է արժենա այդքան։ Իսկ եթե այդ աշխատանքը այլևս չարժի, հնդիկի աշխատանքը հրաշալի արժի։ 50 հոգով կմնան, կոմունալի որևէ խնդրի կարիք չունեն, ինչ բան լողանալու հնարավորություն, ինչի մասին է խոսքը։ Գետնին էլ կքնեն, ամեն ինչ կանեն։ Էլ չեմ ասում, որ ռուս կանանց հետ կապված էլ թափուր աշխատատեղ է առաջացել։ Չտեստղեք են, ինչ ապատահել որ։ Չգիտեք այդ մասին։ Այդ ամեն ինչը պետք է մեզ Հայաստանում չհետաքրքրի, որ ազատ տեղաշարժ է, որ Ռուսաստանից Հայաստան են գալի, եւ վիճակագրական տվյալները, որոնից չեն թաքցնում, որ վեներական հիվանդություններով Ռուսաստանը այլևս շատ լուրջ մրցակցության մեջ է մտել աֆրիկյան հետամնաց երկրների հետ, ոնց որ դուրս է գալի ֆինալ։ Զարգացած աֆրիկյան երկրներում այդպես ծանր վիճակ չի։ Հետամնաց աֆրիկյան երկրներում այո, այդպիսի ծանր վիճակ է, եւ ռուսները ոնց որ թե հաղթող են դուրս գալու։ Մեդալակիր են դառնալու վեներական հիվանդությունների տոկոսներով, այդ մարդիկ առավոտից երեկո Հայաստան են գալի, մենք է ծափուտի ծաղով ընդունում ենք, որովհետև ասում են, բա տուրիստ են գալի, փող են բերում, ժողովրդի ամենակ փող չեն բերում, շատ բաներ են բերում, որի դեմ մենք չենք առնում, խոսացեք բժիշկներին, ոչ հրապարակային ինչեր կպատմեն, որ նաև Հայաստանում ինչ խնդիրների առաջ են կանգնած։ Հրապարակային չեն պատմի, որ աշխատատեղ չկորցնեն։ Ես էլ իմ նպատակը կոնկրետ փաստը նշելը չի, երևույթին գնահատական տալն է։ Այս վիճակն է, մեզ դա պետք է չհետաքրքրի։ Մեզ չի հետաքրքրում, որ հարվածներ են հասցնում Ռուսաստանին, նավթավերամշակման գործարանը եւ էկոլոգիական աղետի առաջ է կանգնում այդ ժողովուրդը։ Ու չի հասկանում, որ պետք է պատերազմը դադարեցնի։ Դուք տեսնում եք այդ արտահոսքը, որ լինում է, օդը չի աղտոտում, հողը չի աղտոտում, ջուրը չի աղտոտում, հա դե բայց ում է հետաքրքիր։ Այդ ոչ մի բանը ձեզ չի հետաքրքրում, որ մի օր կանգնեք, ասեք ինչ է անում այս մարդու արածն ինչ է։ Սրա մասին ենք խոսում ժողովուրդը, ու այդ խելքով ուզում են Հայաստան կառավարեն։ Իրանք երկիրը կառավարել են, մնում է մի հատ Հայաստան կառավարեն։ Իսկ ես Հայաստանի քաղաքացի եմ, իմ շահը Հայաստանի պետական շահն է։ Եվ նաև, որպես հրապարակային գործիչ, ինձ իրավունք եմ վերապահում խոսել համայն հայության շահի մասին։ Որովհետև պարբերաբար հանդես եմ գալի համայն հայության հայրենիքից եւ ասում եմ Հայաստանը համայն հայության մայրաքաղաք, Հայաստանը համայն հայության հայրենիքն է, սա էլ համայն հայության մայրաքաղաքն է։ Ով որտեղ ուզում ապրի, նրա նպատակը պետքա լինի Հայաստանը հզորանա։ Ով որտեղ ուզում ապրի, մեր նպատակը պետքա լինի եւ նրան թեւուտիկուն կանգնել։ Ամեն ձևով։ Բարոյապես եթե ինչ որ մեկը ի վիճակի այլ ձևով, եթե որևէ մեկը նեղության մեջ չլի դրսում, որտեղ նա մեր հայրենակիցն է։ Բացարձակապես կապ չունի։ Մեր հայրենակիցն է Հայաստանի քաղաքացի է, երկքաղաքացի է, թե հայ է, որը որ ուրիշ երկրում ծնվել է ու ասում է ես հայ եմ, իմ հայրենիքը Հայաստանն է։ Ու շատ ավելի հայրենասեր հանդես գալի, քան շատերը, որ այսօր պատրաստ են Թուրքի ու Ադրբեջանց ու Ռուսիա առաջ երգիրը բացել, աղուհացով դիմավորել։ Այո, այդ ամեն ինչի մասին մենք պետք է խոսենք, որտեղ այդ ամեն ինչը վերաբերում է ուղղակի մեզ, որ չի կարելի հետամնաց ուժը, որը իր համախառն ներքին արդյունքով միջին եվրոպական երկիր էլ չի կարելի, որ այդ երկիրն ասի ես ոչինչ չունեմ, բայց ունեմ միջուկային զենք եւ կստիպեմ ինձանից հզորները ինձ ենթարկվեն, ինձանից զարգացածները, խելացիները ինձ ենթարկվեն։ Ու ամենավատը, որ Հայաստանում ապրող մարդիկ դա խրախուսում են։ Հայաստանում ապրողին չեմ ասում են, բա Ռուսաստանի հայը, Ռուսաստանի քաղաքացի ինչ պետք է անի, որ չի ենթարկվի, ոնց։ Ռուսաստանի հայը, Ռուսաստանի քաղաքացին, ինչի պետք է անի, որ չի ենթարկվի, ոնց։ Ռուսաստանի հայը, Ռուսաստանի քաղաքացին, ինչի պետք է անի, որ չի ենթարկվի, ոնց։ Ռուսաստանի հայը, Ռուսաստանի քաղաքացին, ինչի պետք է անի, որ չի ենթարկվի, ոնց։
Այսինքն Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Ուկրաինային, բոլորին հավաքել տարել է Ուկրաինա, տոտալ մոբիլիզացիա է հայտարարել։ Ռուսաստանը այդքան միամիտ չի։ Ռուսաստանը ասել է հատուկ ռազմական գործողություն նույնիսկ 5-րդ տարում։ Եվ ասում է հավաքագրում են վարձկանների, մարցում մարդասպանների։ Փողը տալիս եմ գնում է մարդասպանում։ Վաղը գալու են այդ թղթերը վերցնեն, ովքեր որ պատերազմը համարելու են սխալ, եւ ասել են միատարի։ Դու պետք է ասես պետությունը ինձ ստիպել է ես գնամ, պետք է ասեմ այդ թուղթ ցույց տու որ պետությունը քեզ ստիպել է։ Դու թուղթ ես ստորագրել, քո կամքով գնացել ես մարդ սպանելու համար, քեզ վճարել են, Ժորժ ջան, բարդ է այդ ամեն ինչը հասկանալ։ Գոնե գլուխներդ մի գովեք, սուս մնացեք, ձեզ տուժած ու զոհ ցույց տվեք, ասեք դե ինչ անեինք, ստիպված էինք դա անում, որովհետև դե գիտեք էլի դե Պուտինը տոտալիտար երկիր էր, ինչ պետք է անեինք։ Բան չեք գլուխներդ գովում ու ձեր անունով գրքեր գրում, գնում օրհնանք ստանում, ամբողջ աշխարհով տարածում, որ դուք վարձում արդասպանեք։ Ձեր ինչին է դա պետք։ Է ձեզ համար ենք ասում։ Ու այս ամեն ինչը, այո, ուղղակիորեն առնչվում է մեզ բոլորի, յուրաքանչյուրիս։ Իսկ այն մարդիկ, ովքեր ռուսամետ գործիչներ են, հիմա էլ անցել են խորհրդարան։ Շատ դեպքերում ասում են Հայաստանի դեպքերի մասին շատ չեք խոսում։ Ես ամեն մի երկրի որևէ ղեկավարի ասածը ձեզ համար նախ կարդում եմ, որ դուք չասեք, բա ինչ գիտենք տենց բանը ասել, որ դուք հանգիստ կարող եք մտնել նայել։ Եվ մեկ էլ ես ներկայացնում եմ իմ կարծիքը, դա ճիշտ է, սխալ է, արժանահավատ է կամ ուրա Դամեստանում։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը շղթանկցել է, մի հատ էլ Կախովի կնիքը դրել է երկրի վրա ու գնացել է հանգստանալու։ Մեկի ծպտունը դուրս չի գալի, որ մի բան ասի։ Բա թող ասեն, կարդամ, ասեմ, այս ինչ է այս բանն ասել, հա, ես էլ մեկնաբան եմ ասեմ, ճիշտ է ասել կամ սխալ։ Ինչ որ բան լսել եք, որ ասել են մեր մոտից։ Բա նույնը հարցրեք այդ ռուսամետ ընդդիմադիրներին։ Ասեք, բա դուք եթե խոսում եք Ռուսաստանի հետ մեր սերտ հարաբերությունների մասին, ինչու չեք ներկայացնում իրական վիճակը։ Չէ որ դուք պարբերաբար շփվում եք, գնում եք, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում եք։ Ես չգիտեմ վերջի անգամ Ռուսաստան ես եմ երբ եմ եղել, բայց դուք ես ինֆորմացիան այստեղից այնտեղից եմ հավաքում, բայց դուք ուղիղ շփումով գիտեք, չէ՞ այդ ամեն ինչը։ Բայց ինչի՞ չեք ասում, Ժորժ ջան, մի անհանգստացեք։ Այո, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, այնտեղ ամեն ինչ նորմալ է, բեզերի հարցը լուծված է, սնունդի հարցը լուծված է, հոսանքը չեն անջատում, բոլորը ջան ջիգան ասելով ապրում են։ Այն ինչ էլ որ ձեզ ասում են, խափում են։ Բա ասեք, Ժորժ ջան, ասեք թող ձեզ էլ լսեն մարդիկ։ Բա ինչի՞ չեք ասում։ Այսինքն իրականությունը դուք ինչի՞ չեք ներկայացնում։ Ինչի եթե ես գտնում եմ, որ մեր երկրի ապագան Եվրամիությունն է, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական տնտեսական համագործակցությունը, եթե որևէ սխալ ալնում Եվրոպայում կամ Ամերիկայում չեմ ասում, ինչ այս որևէ անգամ ասել եմ Եվրոպայում կամ Ամերիկայում դրախտ է, մենք էլ արդեն պատրաստում ենք գնանք դրախտում ապրենք։ Երկրի վրա դրախտ չկա, ժողովուրդ ջան։ Եթե կա էլ ջրի տակ է։ Ասում են Ատլանտիդան, դա էլ չգիտենք կոնկրետ որն է։ Մենք դրախտ չենք որոնում։ Նորմալ ապրելակերպ, նորմալ մարդկային պայմաններ, ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ երկիր։ Ու դրա համար եթե իդեալական ոչինչ չկա։ Որևէ անգամ ինձանից լսած կլեք, որ ասեմ Ամերիկան ինչ անում է ճիշտ է անում։ Բայց մենք համեմատության մեջ ենք նայում։ Ունենք սա, ունենք սա։ Ինչ ենք ընտրում մենք, եթե ընտրողը մենք ենք։ Նախ մենք ընտրում ենք լավը, հետո փորձում ենք հասնենք այդ լավին։ Բայց ի սկզբանե դու ընտրում ես վատը։ Ինչի մասին է խոսքը։ Ասում ես ռուսական մեքենա թե գերմանական, ասում եմ իհարկե գերմանական։ Ռուսաստան գնաց հանգստի թե Եվրոպա, իհարկե Եվրոպա։ Ռուսական բուհ թե Եվրոպական, իհարկե Եվրոպական։ Շոր, կոշիկ, ամեն ինչ, տեխնիկա, ամեն ինչ, արևմտյան, մեկ էլ ասում եք, բայ հետո որ երկիրն ես ընտրում, ասում է Ռուսաստանը։ Ժորժ ջան, հոգեկան խնդիրներ ունեք։ Դիմեք մասնագետի։ Այսինքն ո՞նց կարող է պատահել սկզբանե ունենամ ընտրելու հնարավորություն եւ ընտրեմ վատը։ Ուրիշ բան ես լավին կարող եմ հասնել թե չէ։ Ձգտենք հասնենք։ Ես չեմ հասնի, դուք կհասնեք։ Հաջորդ սերունդը կհասնի։
Ես էգոիստ չեմ, որ ասեմ, ինձ համար այսօր կարևորը իմն է, ինձ ինչ թե հետո ինչ կլինի։ Ոչ։ Ինձ 22 տարի հետաքրքրել է, որ Հայաստանի ապագան Եվրոպան է։ Եթե գոնե մի միլիմետր առաջ գնացածը լեինք, այսօր մի ամսվա մեջ փաստի առաջ չէինք կանգնի, որ արագ մտածենք ոնց մեր ապրանքը Եվրոպա մտցնենք։ Ու նույնիսկ մարդիկ էլ Հայաստանում գտնվող երջանկանան ասեն, տեսակ Եվրոպա չեն կարողանում ապրանքը վաճառել։ Ինչից եք ուրախանում, որ ֆերմերը իր ապրանքը թափում է։ Դա ձեզ ինչի է ուրախացնում։ Ի վերջո այդ ճանապարհի հարցը պետք է լուծենք, թե չէ, թեկուզ մի անգամ դժվարություն ունենանք։ Եթե Ռուսաստանը սա է, մի օր կկանգնի սերտիֆիկատի հարցը այսպես կլուծի։ Մենք մի օր մեր վճիռը կայացնելու ենք, թե չէ։ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վիաչեսլավ Վոլոդին հաջորդ շաբաթ կշարունակենք քննարկել միգրացիոն քաղաքականության կատարելագործման ուղղված օրինագծերը։ 2024 թվականից ի վեր ընդունվել է 30 դաշնային օրենք միգրացիայի ոլորտում կարգուկանոն հաստատելու մասով։ Այսինքն հասկացաք, դա ես բացատրեցի, որ հանկարծ չխաբվեք, թե ինչի են խստացնում։ Խստացնում են, որպեսզի այն մարդիկ, ովքեր սովորել էին նորմալ աշխատելուն, բայց նրանց այդ նորմալ աշխատանքով ապահովել չեն կարող, դուք մի հատ դուրս եկեք, ձեր փոխարեն կգան չինացիները իրանց աշխատատեղը հետ աշխատուժն ու աշխատատեղը միասին, հնդիկներն էլ կգան իրան ինչքան փող տաս իրան ձեռքա տալիս։ Որտե հաստատ ավելի շատ կլի, քան Հնդկաստանում։ Էսա ժողովուրդ ջան, այս սրա մասին էինք խոսում։ Ռուսաստանի զինված ուժերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձակում 40 րոպեում կիրառելով 31 բալիստիկ հրթիռ եւ 12 ցիրկոն։ Գերձայնային հրթիռ, կա 1 զոհ, 13 տուժած, վնասվել են բնակելի շենքեր, Լուկյանովսկայի մետրոյի կայարանը։ Ուկրաինական լրատվամիջոցները այս հարձակումը անվանել են ամենազանգվածայիններից մեկը ողջ պատերազմի ընթացքում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարվածի տակ են հայտնվել ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտները, Կիևի եւ Կիևի մարզի լոգիստիկ կենտրոնները, ինչպես նաեւ Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքները։ Կարող է այս հարվածներով Ռուսաստանը ստիպի Ուկրաինան հրաժարվի։ Ոչ, չի կարող։ Որովհետև 5-րդ տարենապատերազմում են Ռուսաստանը մտել էր Ուկրաինայի տարածք, հասել էր Կիևի մատույցներ, թողեց հետեկավ, այդ ընթացքում երկուսն է փորձեցին իրանց տեխնիկան զարգացնեն, այսօր Ուկրաինան ավելի լուրջ առաջանցիկ տեմպերով կարողանում է առաջ գնալ։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը ավանդական հարձակումներով էլ չի կարողանում առաջ գնա, որովհետև զոհերը բավական մեծ են եւ այդ պարագայում ինքը չի կարողանում անգամ համալրել, որովհետև արդեն սկսել են բարձր փողերել չեն տալիս, մարդիկ էլ մի քիչ պակաս փողի համար զոհվել չեն ուզում, մանավանդ որ արդեն գիտեն, որ այնտեղ գնացողը դժվար է հետ գալիս։ Եվ հիմա էլ ինքը մտածում է երկու ձև կա, զուտ տանի մարդ կոտորելով առաջ գնա մետր եւ մեկ էլ հրթիռներով բալիստիկ հարվածի, որ գոնե կարողանա ենթակառուցվածքներ շարքից անի, բայց դա էլ արդյունք չի տալիս, իսկ հիմա երբ որ Ուկրաինան արդեն շատ մոտ է իր սեփական բալիստիկ հրթիռների արտադրությանը եւ որը որ արդեն ինքը կարող է սերիական սկսի արտադրել մի կարճ ժամանակ հետո ունենա, դուք ուղղակի դրա արդյունքը կարող եք տեսնել, թե ինչպիսի ծանր հարվածներ կարող է հասցնել Ռուսաստանին ու նաև չի խորշի հասցնի նաև Մոսկվային։ Որտեղ լավ իմանալով, որ այդ հարվածների պարագայում սկզբից չեն կարողանալու որսան այդ բալիստիկ հրթիռները, դեռ պետք է կարողանան դրան հարմարվել, եւ երկրորդ, եթե նույնիսկ այդ բալիստիկ հրթիռների մի մասին կարողանան ինչ որ ժամանակ հետո հարվածեն, ապա այն մյուսները, որոնք որ կանցնեն եւ հարված կհասցնեն բավական ծանր, կետային եւ ճիշտ ուղղությամբ հարված կհասցնեն բավական ծանր կարողությամբ կրող մասը, որ կարողությամբ այդ դա ընդհանրապես դրոն չի, դա բավական լուրջ հրթիռ է, այդ պարագայում կարող է շատ ծանր հարվածներ հասցնել Ռուսաստանին։ Այսինքն այն ինչ որ հիմա Ռուսաստանն անում է, պատասխանը կարող է այսօր չստանա, բայց պատասխանը վաղը չէ մյուս օրը ստանա, շատ անհամեմատ ավելի ծանր, քան իրան թվում էր, որ ինքը այսքան հարվածներից հետո ինչի հասավ։ Ամենածանր հարվածները հասցրեց, ինչի հասավ։ Ինչ տվեց, դա ստրատեգիական առավելություն տվեց իրան։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի այս գիշեր Ռուսաստանը Կիևի վրա ամենազանգվածային բալեստիկ հարձակումներից մեկն է իրականացնել, արձակելով տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ, որոնց մեծ մասը մայրաքաղաքի ուղղությամբ, ինչպես նաև 120 հարվածային անօդաչու թռչող սարք։ Բալիստիկայից պաշտպանությունը հիմա գլխավոր առաջնահերթությունն է։ Հակահրթիռային միջոցներ պետք են ամեն օր, եւ ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր լրջորեն են վերաբերվում մեր պայմանավորվածություններին եւ ապահովում հակաբալիստիկ պաշտպանության մատակարարումները։ Այս փաթեթներն այժմ բառացիորեն փրկված կյանքեր են յուրաքանչյուր զանգվածային հարձակման ժամանակ։ Եվ շատ կարևոր է, որ հակաբալիստիկայի ուղղությամբ աշխատանքի հետ մեկտեղ շարունակվի նման ճնշումը Ռուսաստանի վրա։ Նոր որոշումների ձգձգումը Մոսկվային թույլ է տալիս պլանավորել ոչ միայն նոր հարձակումներ մեր ժողովրդի դեմ, այլև այն, թե ինչպես խուսափել նոր պատժամիջոցային սահմանափակումներից, նշել է Զելենսկին։ Ու բացի դա, նաև Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ շարունակում ենք ճշգրիտ պատասխանել Ռուսաստանի հարվածներին։ Խոցվել են միանգամից 3 նավթաբազա Ստավրոպոլի երկրամասում եւ վառելիքային ոլորտի 1 օբյեկտ նույն տարածաշրջանում։ Սև ծովի ջրատարածքում ճշգրիտ հարվածներ են արձանագրվել ռուսաստանյան ստվերային նավատորմի 3 լցանավերի նկատմամբ։ Ինչպես տեսնում եք, այս ուղղությամբ այն հարվածները, որը վերջին շրջանի ամենածանր հարվածներն էին Կիևի, ինչ արդյունք գրանցեց Ռուսաստանը իր բալեստիկ հրթիռներով հարվածների արդյունքում։ Իսկ պատասխանը շատ ավելի ծանր է։ Այնպես չի, որ մենք չենք ներկայացնում, թե Ռուսաստանը հարված չի հասցնում Ուկրաինային։ Իհարկե հասցնում է, բայց հարվածների արդյունքում ինքը ստանում է առավելություն մարտի դաշտում, թե ոչ։ Միանշանակ ոչ։ Իսկ այն խուճապը, որ կա իր երկրում, որոնք որ ասում են հալավա, թող գնան կռվեն, ինչ է, իրանցից հեռու էր այդ կռիվը։ Հիմա այդ կռիվը, որ իրանց տուն է եկել, այդ վայնասունը չեք լսում, ինչ են ասում։ Մեր ինչին էր պետք այդ պատերազմը։ Այդ ամենից դուք դերսում չեք լսում։ Իսկ հիմա արդեն խնդիր է։ Սեպտեմբերի 20-ին ընտրություններից հետո մոբիլիզացիա է հայտարարելու։ Ում է տանելու։ Եթե պատերազմ չհայտարարես, տոտալ մոբիլիզացիա չես կարելու, որ ձերի կռվող տանես կռվի, կանոնավոր բանակը տանես կռվելու։ Որտեղ կանոնավոր բանակ տանել եւ պատերազմ հայտարարել լրիվ ուրիշ ընթացակարգ է, Ռուսաստանը այսօր ռիսկանում դրա տակ մտնել։ Վարձու տանելու փողը չունես, որ տաս, ձերի էլ չես կարողանում տանես։ Ում ես տանելու, որ գնա կռվի։ Օտարերկրացիներին էլ, որոնց բռնել տարել ես, այդ տարբեր երկրներում տանում դատում են, ասում են ինչ գործ ունեք դուք, ուրիշի պատերազմին խառնվեք։ Չի կարողանում օտարերկրացիներին էլ տանի։ Այս վիճակն է ժողովուրդ ջան։ Ու այս վիճակը մեր հետ ուղղակիորեն առնչություն ունի, բոլոր առումներով ուղղակիորեն առնչություն ունի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանրապետականները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում պետք է ներառեն Իրանը։ Հենց դա էր ուզում սենատոր Լինցի Գրեմը, եւ դա պետք է տեղի ունենա, շատ կարևոր է։ Իհարկե այն ինչ-որ պատժամիջոցները կոնկրետ նպատակային Ռուսաստանին է վերաբերվում, դրա մեջ առանձին մտցնել Իրանը, չեմ կարծում, որ դա հարցին կօգնի, ինչ մի պրոբլեմ է, որ մի հատ էլ Իրանին առանձին մտցնեն, առանձին ներկայացնեն, բայց որ Դոնալդ Թրամփը Իրանը եւ Ռուսաստանը կապում է փառք Աստծո, ժողովուրդ ջան, ոնց որ կամած գլխի անգնում ինչա կատարվում։ Մեռանք ասելով, այ մարդ, բաժանորդագրվի այդ Վարդանդինյան YouTube-յան ալիքին, որ դու իմանայիր, որ մինչև Ռուսաստանի հարցը չլուծես, Իրանի հետ կապված խայտարակությունը շարունակվելու է։ Իրանին դու կարող ես առանց կռվի հաղթես, որտեվ ինչ ուզենաս նա ընդունի։ Եթե դու ուղղակի ռազմավարական հաղթանակ տանես Ռուսաստանի նկատմամբ։ Հիմա երբ որ ասպես այս օրինագծերը միացնենք որպես մի փաթեթ, ասում ենք օրինագծերը միացնի, ռազմավարական առումով իմացի, որ դա մի փաթեթ է։ Այդ փաթեթից, որ Ռուսաստանին տարանջատես, տանես պարտության, դրանից հետո Չինաստանն էլ է իր տեղը իմանալու։ Չեմ ասում Չինաստանին կկոտրես, բայց Չինաստանը համենայն դեպս ավելի զուսպ կլինի եւ կընդունի որպես գործընկեր։ Սա Ամերիկան է հաղթող, սա Եվրոպան է հաղթող, ես էլ հաղթողի հետ եմ։ Ռուսաստանն էլ Չինաստանը այն ինչ որ ուզում ստանա, Ռուսաստանից է ստանալու տարածքային առումով, ոչ թե Եվրոպայից ու Ամերիկայից։ Եվրոպայի Ամերիկայի հետ գործընկերություն կանի, Ռուսաստանից տարածքը կվերցնի։ Չինաստանին պետք չէ համոզել, որ Ռուսաստանի պարտվել իր շահերից է բխում։ Պարզապես Չինաստանին պետք է լրջորեն ծրագիր ներկայացնել, թե ինչպես ենք Ռուսաստանին հաղթում, արդյունքում դու ինչ ես ստանալու։
Բայց այն, որ արդեն բանը Իրանն ու Ռուսաստանը միասին է նայում Տրամպը, այսինքն ամեն ինչ դեռ կորած չի ժողովուրդ ջան։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկո Ճապոնիայի կողմից իր տարածքում ամերիկյան թայֆուն համալիրների տեղակայումը անմիջական սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի հեռավոր արևելյան սահմանների համար։ Ռուսաստանն ուշադիր հետևում է ռազմական ակտիվության ընդլայնման ուղղությամբ ճապոնական կողմի ջանքերին։ Տոկիոյի կողմից իր տարածքը ամերիկյան միջին և կարճ հեռահարության հրթիռային համալիրների տեղակայման համար տրամադրել է անկախ տեղակայման տևողությունից դրվագային ռոտացիոն կամ մշտական հիմունքներով։ Մենք դիտարկում ենք որպես քայլ, որը լուրջ բացասական ազդեցություն է թողնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա և անմիջական սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի հեռավոր արևելյան սահմանների համար, ընդգծել է Ռուդենկո։ Այն, որ Ճապոնիան առաջի իսկ օրվանից օգնում է Ուկրաինային, նորություն չի։ Այն, որ Ճապոնիան ասում է հրաշալի առիթ է, եթե Ռուսաստանը պարտվի, ես կվերցնեմ իմ հարավկորեան 4 կղզիները վիճելի, Շիկոտանը, Կունաշիրի, Տուրուպը և Խաբոմայը, իդեպ ասեմ ձեզ, ճապոնացիք էլ նենց ախորժակից տենց վատ չեն։ Իրանք էլ հո չեն մոռանում, որ ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Սախալինի կեսնել էր իրանցը։ Իրանք նենց հավեսով կարան Կամչատկայի հետ կապված էլ ախորժակ ունենան կամ Կուրիլյան կղզիների մյուս շղթայի և նաև Սախալինի նկատմամբ, որ չկասկածեք։ Իրանք դրա համար էլ ամեն ինչ անում են, օգնում են Ուկրաինային և այդ պարագայում նաև Ռուսաստանը հիմա ինչ է անհանգստանում, որտեվ հիմա արդեն ավելի մեծ վտանգ է տեսնում, որտեվ Ճապոնիան ավելացնում է իր ազդեցությունը, այսինքն հասկանում է, որ Ճապոնիան սպասում է լավ առիթին Ռուսաստանի պարտվելուն։ Թե չէ սա առաջի մի հատ քայլը չէր Ամերիկայի հետ գործընկերության, որ Ռուսաստանը խառնվեր իրար։ Այսինքն Ռուսաստանը արդեն վախեցած է ցանկացած ակտիվությունից, որ հասկանում է իր թուլությունը օգտագործելու են։ Ինքը այդ սահմանները չի կարողանում նորմալ պահի, երեք ասի, որ Արկտիկայից է անգամ հակաօդային պաշտպանության համակարգերը հանում հետ վերում իր տարածքներից հյուսիսային։ Այս պարագայում նա մտածում է, որ Ճապոնիայի հետ խնդիր է ունենալու։ Մի քիչ ինքը դիրքերը թուլացավ, մտնելու են իր տարածքները, չի կարողանալու պահի, վախվորած արդեն հայտարարում է։ Բա Ուկրաինայի հետ կռվում է, ամեն ինչ կենտրոնացնում Մոսկվայի վրա։ Բա չգիտեիր, որ բոլորին ասում էր, տես ոնց եմ ձեռիցդ խլելու, վաղը մյուս օրը ինչի առաջ ես կանգնելու, որ մի հատ հրթիռ դնի Ամերիկան, արդեն չոքերը թուլանա։ Այսինքն դու արդեն Ճապոնիայից էլ ես վտանգ զգում։ Երբևիցե մտքովդ կանցներ, որ Ճապոնիան քո վրա պետք է հարձակվի։ Ինչքան էլ ուզում է այդ կղզիներն ուզենար, բանակցություններով էր ուզում։ Բայց դու արդեն Ճապոնիային որպես հարձակվելու նախապայման ես դիտարկում արդեն։ Այսինքն այդքան վախեցած ես։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկո Մենք շարունակում ենք սերտ կապ պահպանել չինացի բարեկամների հետ ուկրաինական կարգավորման հարցերով վստահելի մթնոլորտում, ժամանակին և տարբեր մակարդակներում քննարկելով այս ուղղությամբ բոլոր հիմնական իրադարձությունները։ Իհարկե ցույց չտանք, որ դուք սերտ կապեր որ հաստատում եք, չինացիները ձեր հետ համաձայն են։ Չինացիներն ասում են խելքներդ գլուխներդ հավաքեք, միջուկային զենքը կմոռանաք և բացի այդ էլ իմացեք, որ պետք է հարգվի երկրների տարածքային ամբողջականությունը։ Չինաստանը ցույց է տալիս, որ Ռուսաստան, ես կարող եմ քեզ շահագործել, դրա դիմաց մի քիչ օգնեմ, բայց մտքովդ չանցնի, որ ես այդ պատերազմում քո կողմից եմ ելնելու։ Այսինքն այդ ամեն ինչը իմացի, եւ դա բավական հստակ ներկայացնում է Չինաստանը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթ ԱՄՆ զինծառայողների մահը Իրանի կողմից Հորդանանին հասցված հարվածի հետևանքով միայն ամրապնդում է մեր վճռականությունը։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ բազային հարվածի դեպքում 2 զինծառայող է մահացել։ Իրանում կամուրջների 9 բանակի հասցրած հարվածները հանրապետության մնացած մասի հետ հաղորդակցության ուղիներից կտրել են Բանդար-Աբաս քաղաքը, որից կախված է ամբողջ Իրանի կյանքը։ Մի շարք ռմբակոծությունների հետևանքով 500,000 բնակչություն ունեցող քաղաքը, որով անցնում է երկրի ողջ առևտրի մոտ կեսը, հայտնվել է գրեթե ամբողջությամբ արտաքին աշխարհից կտրված վիճակում։ Բանդար-Աբասը երկրի մնացած մասի հետ կապող կամուրջների ավերել են ինչպես եւ երկաթգիծը։ Չմոռանանք, որ Բանդար-Աբասը կարող է հիշենք, որ Հայաստանի հետ էլ ուղղակի առնչություն ունի բեռնափոխադրումների հետ կապված։ Այսինքն մենք որ ասում ենք, որ Իրանի հետ կապված քանի հարցը չի լուծվել, ուղղակի եւ անուղղակի մենք խնդիրների առաջ ենք կանգնած։ Հիմա սա կարա նաեւ ուղղակի լինի։
Իրանը նոր հրթիռային հարձակում է իրականացրել Քուվեյթի վրա, հզոր պայթյունները ցնցել են երկիրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորդանանում երկու ամերիկացի զինծառայողների մահը շատ ցավալի է անվանել։ Մենք շատ ենք ափսոսում, որ դա տեղի ունեցավ, դա արվել է հանուն մեր երկրի, ասել է Թրամփը միաժամանակ կրկնելով, որ Իրանը չի կարող եւ չպետք է միջուկային զենք ունենա։ Այսինքն այս վերջի 8 օրը փոխադարձաբար շատ ծանր հարվածներ են հասցնում, ու արդեն մենք հանգիստ արդեն մոռացել ենք այն հուշագրի մասին, իսկ դա նշանակում է, որ նաև ծայրը չի երևում, թե այս պատերազմն ինչով է ավարտվելու, իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանը շարունակելու է լարված մնալ։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել է, որ ԱՄՆ ուժերի կողմից ատոմակայանի շինհրապարակի վրա հարձակման մասին է հայտնել նոր կառուցվող Խուզեստան նահանգում նոր կառուցվող ատոմակայանի շրջակայքում, որ հարված է հասցրել Ամերիկան։ Դա էլ բավական ծանր խնդիրներ է առաջացնում։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամեյնի Իրանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների բազմակի խախտումը ևս մեկ անգամ բոլորին ապացուցեց, թե որքան անարժեք և անվավեր է Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը, և որ ահաբեկումն ու բարբարոսությունն ամերիկյան գաղափարախոսության ու գործունեության անբաժանելի մասն է։ Այսօր մեծ սատանան կրկին ցույց տվեց իր իսկական դեմքը։ Նրա նոր հանցագործություններն ու խոստումների խախտումները Ամերիկայի ստախոս և նենգ բնույթի ևս մեկ ապացույցն են։ Այժմ, երբ ամերիկյան թշնամին ձգտում է պատերազմ սանձազերծել, նա պետք է հաշվի առնի, որ Իրանը և դիմադրության առանցքն արդեն նրա անմոռանալի դասերն են տվել։ Միասնության պահպանումը և պառակտման քաղաքական տարաձայնությունների բացառումը համընդհանուր պարտք է և իհարկե նաև պաշտոնատար անձանց դերը։ Հակառակորդը չպետք է տեսնի Իրանի թուլության որևէ նշան։ Այդ դեպքում նա անխուսափելիորեն պարտություն կկրի, նշել է Խամենեին։ Ուշադրություն դարձրեք, Ամերիկայի բազաները որտեղ կա Իրանի հարևան երկրներում, այս ընթացքում Իրանը որևէ մեկին հանգիստ չի թողել, բոլորին էլ հարվածել է, անգամ որ զոհեր ունեն ամերիկյան զինծառայողների շրջանում։ Եվ բացի դրանից ամերիկյան ցանկացած շահ որտեղ կա, Իրանն ասում է խելքներդ գլուխներդ հավաքեք, բայց մենք ոնց որ Ամերիկայի ծրագրեր ենք, չէ՞ մտածում։ Մտածում ենք, որ կարող է դա անենք։ Ուզում ենք, որ դա անենք, եւ մեկ է տեսնում ենք, որ մենք բավարար կշիռ չունենք, որ Իրանի դեմ դուրս գանք։ Դրա համար գոնե այդ հարցը պետք է լուծվի այնպես, որ դա մեր վրա չմնա։ Իսրայելը առաջարկել է, որ Միացյալ Նահանգները միանա Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն առաջարկը մերժվել է։ ԱՄՆ վարչակազմի կողմից հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al-Hadad հեռուստաալիքը հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։ Իսրայելը պատրաստ է հետ մղել ոչ միայն Իրանի, այլև նրա միջնորդների հարձակումները։ Եթե Իսրայելը հարձակման ենթարկվի, այն հավանաբար կմտնի պատերազմի մեջ, սակայն ԱՄՆ-ն դա անցանկալի է համարում։ Հիմա տեսնում ենք, որ հիմա այսպես նայենք, Իսրայելը ինչքան է պարծեցել, որ Ամերիկանի ռազմավարական դաշնակիցն է ու ցանկացած պարագայում իր շահերը կպաշտպանի։ Այն, որ Բենյամին Նեթանյահուն չափը անցավ, շարաշահեց Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկրթությունը, այդ պարբերաբար խոսել ենք նորություն չի, բայց նաև փաստ է, որ Ամերիկան ասեց հոп, ընկեր, ստեյցենկոմ հերիքա խաղեր տաս, ես քեզ ստեյցենկոմ չեմ պաշտպանի։ Սա նշանակում է, որ նույնիսկ Իսրայել-Ամերիկա հարաբերությունները բացարձակ չեն։ Նրանք, ովքեր կարծում են, եթե մենք լավ հարաբերություններ ունենանք Ամերիկայի հետ, մենք Ամերիկայի հետ ինչպիսի լավ հարաբերություններ ունենանք, Իսրայելի չափ հարաբերություն ոչ մի պարագայում չենք ունենա։ Ոչ մինչև Տրամպյան, ոչ հետ Տրամպյան, ոչ է Տրամպի ժամանակվա։ Ուղղակի դա հնարավոր չի, որտեղ դա շատ լուրջ պատմություն ու նախապայման կա Իսրայել-Ամերիկա համագործակցության։ Եվ Ամերիկայի պետական կառավարման համակարգում բավական լուրջ ազդեցություն ունեն հրեաները։ Մենք այդպիսի ազդեցություն չունենք։ Որևէ պարագայում մեր շահերը չի կարող այդպիսի բացարձակ մակարդակի բարձրանալ։ Բայց նույնիսկ այդ պարագայում, անկախ նրանից Նեթանյահուի սխալներ թե չէ, այս կառավարության, փաստա որ կարող Ամերիկան մի օր կանգնի, ասի ստեյցենկոմ չեմ օգնում։ Այսինքն հանկարծ չգերագնահատենք որևէ մեկի բացարձակ աջակցությունը։ Ես դրա համար, երբ որ շատ դեպքեր ոգևորված ասում են, ահա թրիփը կապահովի մեր անվտանգությունը, ասում եմ, ձեր անվտանգության ո՞ր երաշխիքն է Ամերիկան տվել թրիփով։ Երբ հատվել, որտեղ կարող ենք այդ մասին կարդալ։ Ամերիկյան բազան Հայաստանում է, կամ ամերիկյան բազան, որ արաբական երկրներում է։ Արդեն հարցը լուծվել է նրանց, թե իրանք դարձան լեգիտիմ թիրախ,
Այն դեպքում, երբ որ դա իրանց կռիվը չէր, իրանց ջիհադը չէր, իրանց սրբազան պատերազմը չէր, իրանք ուղղակի ներքաշվեցին դրա մեջ։ Այսինքն Ամերիկան բազան դրել էր, որպեսզի ինքը օգտագործի Իսրայելին պաշտպանելու համար, ոչ թե այդ երկրներին։ Բայց ի սկզբանե այդ երկրներին ասել էր, դե դրել են, որ ձեզ պաշտպանեն։ Այդ մարդիկ էլ ոգևորվել են, ասել են, բա իհարկե, բա ինչ մի պրոբլեմա որ։ Հետո մեկ էլ հասկացան, չէ, Ժորժ ջան, ոչ միայն իրանք չեն պաշտպանում, այլ իրանք դարձան թիրախ, երբ որ ընդհանրապես այդ իրանք կռիվը չէր։ Ու չմոռանանք, որ Ամերիկան նաև Եվրոպային էր մեղադրում։ Բա ասում է այդ բազաները, որ Եվրոպայում դրել եմ, բա եթե ինձ պետք եղա ժամանակ չպետք է օգտագործեմ, ինչի եմ դրել։ Բա այս սկզբնայ ասեիր, որ այդ բազաները դրել էիր քո համար։ Բա ասում էիր դրել եմ, որ ձեզ պաշտպանեմ։ Բա ասեիր, որ Ժորժ ջան, այս դրել եմ, համ ձեզ պաշտպանեմ, համ էլ պետք եղած ժամանակ ես օգտվեմ։ Այդ ժամանակ այդքան մուննատ չէիր գա Եվրոպայի վրա, որ ես քո անվտանգությունը պահելու համար չեմ փող ծախսում։ Բա ասեիր, Եվրոպան մի օր կանգնեց ասեց, եթե մեր համար է ստանում, դե սպասի մենք այդ փողերը ծախսենք, եթե մեր համար է այդ բազան, չենք տրամադրում քեզ։ Ոնց չես տրամադրում։ Բա ինչի եմ բացել։ Հա, բա դե խոստովան է, որ ինչի ես բացել։ Հիմա արաբներն էլ տեսան, որ այդ բազաները իրանց համար չէր։ Ես դրա համար եմ ասում, որ ինչքան էլ մենք ուզենանք Ամերիկայի հետ լավ հարաբերություն ունենանք, պետքա չբացարձակացնենք դա, այլապես կարող է կանգնենք փաստի առաջ։ Հետո սկսենք մեզ մեղադրել, թե լավ չբանակցեցինք, այս բանը լավ չասեցինք։ Արաբներն էլ են վատ բանակցել, Իսրայելն էլ է վատ բանակցել։ Պետքա հաշվի նստել, որ մեծ պետությունը կարող է մի օր իր շահերից ելնելով ասի հոպ, ստեից ենկում ավելի չեմ անում։ Իսկ դրա համար ես ասում եմ, ինչ ուզում ա լինի, Ամերիկա, Ռուսաստան, որոշել բոլորի հետ լավ հարաբերություն ունենալ, մեր երկրը համակարգային առումով պետք է լինի Եվրամիության անդամ։ Համակարգային, որ որևէ պաշտոններից կախված չլինի, որևէ մեկի տրամադրությունից կախված չլինի, համակեցության կանոններ լինի, համակարգ լինի, անվտանգային եւ տնտեսական, ռազմաքաղաքական, տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն լինի։ Այդ ժամանակ մենք ավելի հանգիստ կլինենք, որ ոչ թե մեկը ինչ որ նպատակով կակտիվացնի մեր տարածաշրջանում իր ներկայությունը, ինչ որ մեկը ոչ, որովհետեւ դու արդեն եթե կլնես Եվրամիության անդամ, ապա անվտանգային հարցը զուգահեռաբար կլուծես եւ կիմանաս, որ արդեն երաշխավորված է քո անվտանգությունը, իսկ Եվրամիության անդամ լինելը քո ինքնիշխանությանը բացարձակ որևէ վնաս չի տալիս։ Ցանկացած պարագայի կարող ես դուրս գալ մեկ եւ բացի դրանից այնքան լավ է, ոսկի չեն էլ ուզում դուրս գան։ Մեծ Բրիտանիայի պես երկիրը դուրս է եկել փոշմանելա։ Էլ ինչի մասին է խոսքը։ Ավելի պարզ օրինակ, էլ ինչ եք ուզում որ ասենք։ Դե ինչ Այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։